Խնդրում եմ ասեք, թե դուք այսօր ինչ սպասելիքներ ունեք, մասնակցել եք արդյոք ստորագրահավաքին, թե ոչ։ Ստորագրահավաքին մասնակցել ենք, սպասելիքների մասին ինչ ասեմ, գիտեք, միանշանակ հարկային փոփոխությունները հարկային բեռի ավելացման մասին է։ Այստեղ երկրորդ կարծիք չկա եւ շրջանառության հարկը որպես այդպիսին հարկատեսակ շրջանառությունից հանելու մասին է։ Հիմա այս փոփոխությունները պարզապես NDS-ի դաշտի պահանջների նմանարկում է, որը մեր կյանքը շատ է բարդացնում։ Այստեղ մենք խոսքը նրա մասին չի, որ մենք խուսափում ենք հարկերից։ Պարզապես ավելի լավ կլինի կառավարությունը ազնիվ լինի, ասի, որ ճեղքված կա բյուջեում եւ պարզապես փորձում ենք ապահովել մուտքեր։ Ոչ թե վերնագիրը դնեն, որ փոքրերի միջոցով ուզում են խոշորներին բռնեն կամ որ ուզում են փաստաթղթավորեն։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում խաղի բոլոր կանոնները թելադրում են խոշորները եւ փոքրը այսպես թե այնպես այլընտրանք չունի, կամ կաշխատի, կամ պարզապես չի աշխատի։ Հիմա մենք գոնե խնդրում ենք մեր այդ անհնարին է դա տեխնիկապես, հա գույքագրման պահանջը անհնարին է, կամ շատ լուրջ ռիսկեր է իր մեջ պարունակում ապրանքային մնացորդի փաստաթղթով չհիմնավորված մասի այդ 20%-ի տուգանքը մի կողմից ընդունում են, որ կա փաստաթղթավորման խնդիր Հայաստանում, ընդունում են կառավարության անդամները, մյուս կողմից նմանատիպ, ասենք, տուգանքը դուք պատկերացնում եք, ինչ ականապատ դաշտ է ստեղծում տնտեսվարողի համար։ Հիմա խնդրում ենք այդ գոնե այդ գույքագրումը, չգիտեմ, այդ որ եւ ժամանակ, եւ լրացուցիչ ռեսուրսներ, եւ վերջապես խորը հաշվապահական գիտելիքներ պարունակող պահանջներ են այդ պահանջները։ Այս ոլորտում աշխատում են թոշակառու, տարիքով մեծ, ինքնազբաղված մարդիկ են, այս մարդկանց թաց չորի հետ չխառնեն։ Վերջապես արտոնյալ պայմաններում, զարտուղի ճանապարհներով, արտոնյալ, չգիտեմ, ապօրինի ճանապարհներով ՍՊ-ների եւ գրուպերի հետ մեկտեղ նույն նժարի վրա չդնեն Հայաստանի հասարակ քաղաքացուն, հա։ Ուզում են NDS-ի դաշտ տանեն։ Ոնց կարող է հասարակ, չգիտեմ, ուսանողը, որ նոր է ավարտել, նորաստեղծ ընտանիքը, որ ինչ-որ մի բան է ուզում անի, ոնց կարելի է դնել, ասենք, նույն նժարի վրա եւ պահանջել նույն հարկային բեռ, այդ իրատեսական չի, էլի։ Այսինքն ՓՄՁ-ն ոչնչացնում են այս որոշումներով։ ՓՄԶ որ գոյություն չունենա։ Շրջանառության հարկը հռչակել են հակապետական, շրջանառության հարկը հռչակել են արտոնյալ, բայց անկեղծ ասած տենց չենք սպասում, էլի, որ պիտի լինի, որ Հայաստանում կրկին եւ եւս հարուստները հարստանան եւ աղքատները աղքատանան։ Ընդ որում քաղաքականությունը կիրառվում է շատ ընտրողաբար եւ երկակի չափանիշներով։ Մի կողմից օրինակ գույքահարկը ավելանում, աղբահանությունը ավելանում ըստ ծավալների եւ ըստ շրջանների, հա, կենտրոնը շատ պիտի տա, բայց չգիտեմ ինչի հարկային քաղաքականությունը համահարթեցնում են, եկամտային հարկը համահարթեցնում են, որտեղ է այդտեղ արդարությունը։